Եթե այսօր մուտք գործենք համացանց եւ որոնենք, թե որքան ժամանակ է հարկավոր սև գոտի ստանալու համար, ապա կստանաք ստանդարտ 4 ցամաք պատասխան 3-ից 5 տարի։ Oh my god! Wow! Բայց եկեք մի պահ կանգ առնենք։ Արդյոք կարատեն, որն ունի դարերի պատմություն, խորը փիլիսոփայություն եւ բարդ հոգեբանություն, կարող է տեղավորվել մաթեմատիկական թվերի մեջ։ Մենք բոլորս մեծացել ենք հոլիվուդյան ֆիլմեր դիտելով։ Այնտեղ ամեն ինչ պարզ է ու գեղեցիկ։ Գլխավոր հերոսը հանդիպում է իմաստուն վարպետին, անցնում է 3-ից 4 րոպեանոց տեսաշար մոտիվացնող, որից հետո նա ջարդում է մի քանի տախտակ, հաղթում բոլորին եւ ստանում իր սև գոտին։ Դա ֆիլմի պատրանքն է։ Իրական կյանքում, երբ փակվում են դահլիճի դռները, սկսվում է իրական պայքարը, որի մասին չեն խոսում ոչ մի ֆիլմում։ Սև գոտին հեշտությամբ տրվող տիտղոս չէ, եւ այսօր կխոսենք, թե ինչ է թաքնված իրականում այդ գույնի հետևում։ Նախ եւ առաջ եկեք կոտրենք ժամանակի միֆը։ Երբ ասում են 3-ից 5 տարի, ենթադրվում է, որ մարդը կանոնավոր հաճախում է մարզումներին։ Բայց մարտարվեստում ժամանակը ոչինչ է, եթե չկա որակ։ Պատկերացրեք 2 տարբեր աշակերտների։ Առաջինը գալիս է դահլիճ շաբաթական 3 անգամ, մարզվում է կիսատ ուժով, մտքով հեռու է տատամիից եւ ամբողջ ընթացքում սպասում է մարզման ավարտին։ Նրա համար 5 տարին էլ է քիչ։ Երկրորդ աշակերտը ընդհակառակը ապրում է այդ արվեստով։ Նա մարզվում է շաբաթական 5-ից 6 օր։ Աշխատում է իր սխալների վրա տանը, անցնում է անհատական պարապմունքներ։ Այս դեպքում նա կարող է հասնել այդ արդյունքին 3 տարում։ Այսինքն հարցը ոչ թե այն է, թե որքան ժամանակ է անցել ձեր առաջին մարզումից, այլ այն, թե որքան ժամանակ եք դուք իրականում անցկացրել մարզման մեջ, անդադար քրտնել եւ աշխատել ձեր սխալների վրա։ Երկրորդ կարևոր գործոնը ձեր ընտրած ոճն է եւ կարատեի դպրոցը։ Կան ավանդական կամ սպորտային ուղղություններ, որոնց քննական համակարգը հստակ է եւ ավելի արագ է շարժվում։ No! God, please, no! Սակայն, եթե մենք խոսում ենք լիակոնտակտ ոճերի մասին, ինչպիսիք է օրինակ դուքենդոն, այստեղ ամեն ինչ փոխվում է։ Նման դպրոցներում սև գոտի ստանալը կարող է տևել անգամ 5-ից 7 տարի։ Այստեղ միայն տեխնիկան բավարար չէ։ Դուք պետք է ունենաք բացառիկ ֆիզիկական հմտություններ եւ կոփված մարմին։ Իսկ ինչպես է անցնում բուն քննությունը։ Սև գոտու քննությունը մի քանի րոպեանոց հարց ու պատասխան չէ։ Դա ժամեր տևող ծանրագույն ֆիզիկական եւ հոգեբանական փորձություն է։ Այն բաղկացած է 3 հիմնական սյուներից։ Առաջինը կիհոնն է, բազային տեխնիկայի կատարելությունը, որտեղ ստուգվում է ձեր յուրաքանչյուր հարվածի եւ դիրքի ճշգրտությունը։ Երկրորդը կատան է, որտեղ դուք մենակ եք ձեր երևակայական հակառակորդի դեմ եւ պետք է ցուցաբերեք բացարձակ կենտրոնացում։ Եվ վերջապես ամենադաժան մասը՝ ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, կոփվածություն եւ ինքնապաշտպանություն։ Դուք պետք է ցուցադրեք ոչ թե պարզապես շարժումներ, այլ իրական ինքնապաշտպանական հնարքներ ցանկացած պայմաններում։ Երբ մարմինն արդեն հրաժարվում է ենթարկվել ձեզ, մկանների ցավը դառնում է անտանելի, այդ ժամանակ վարպետների հանձնաժողովը նայում է ձեզ։ Նրանք չեն նայում ձեր հոգնածությանը, նրանք նայում են ձեր աչքերին։ Կոտրվեցիք դուք, թե արդյոք ձեր ոգին ավելի ամուր է, քան մարմինը։ Ահա թե ինչու սև գոտին տեխնիկական հնարքների հավաքածու չէ։ Սև գոտին բնավորություն է։ Դա հարյուրավոր անգամներ տատամիին ընկնելու եւ նորից բարձրանալու կարողություն է։ Դա այն կարգապահությունն է, երբ ստիպում է ձեզ արթնանալ ու գնալ մարզման, անգամ երբ ձեր մարմինը ցավում է։ Բացի այդ, մարտարվեստը սոսկ կռվել սովորելու տեղ չէ։ Դա համակողմանի զարգացման դպրոց է, որի նպատակն է ձևավորելու ուժեղ, հարգալից ու դաստիարակված անհատականություն։ Իրական մարտիկը իր ուժը երբեք չի օգտագործի դահլիճից դուրս հպարտանալու կամ իրենից թույլերին ճնշելու համար։ Ընդհակառակը, սև գոտին նշանակում է մեծագույն հարգանք մեծերի հանդեպ, պատասխանատվություն նրանց հանդեպ, ովքեր ձեզանից թույլ են։ Մարզադահլիճում մենք սովորում ենք ոչ թե ագրեսիա, այլ ներքին խաղաղություն եւ կամքի ուժ, որը պետք կգա կյանքում ցանկացած դժվարության հանդիպելիս։ Եվ վերջում ցանկանում եմ կիսվել մի գաղափարով, որը արմատապես կփոխի ձեր պատկերացումը։ Հին ճապոնական ավանդույթում ասվում է, որ երբ սկսնակը գալիս է մարզադահլիճ, նա ստանում է սպիտակ գոտի։ Տարիների ընթացքում, երբ նա մարզվում է, գոտին կեղտոտվում է, մքանում եւ դառնում է սև գոտի։ Բայց երբ մարզիկը շարունակում է իր մարզումները տասնյակ տարիներ,
Այն սկսվում է մաշվել եւ պատռվում է, ու դառնում է նորից սպիտակ գոտի։ Սա խորհրդանշում է այն, որ սև գոտի առաջին դանը դա վերջնակետը չէ։ Դա ցույց է տալիս այն, որ դուք ավարտել եք ձեր նախապատրաստական աստիճանը, ունեք ամուր բազա, սովորել եք ճիշտ քայլեր եւ պատրաստ եք արդեն ուսումնասիրելու իրական մարտարվեստը։ Իրական ճանապարհը սկսվում է այն ժամանակ, երբ դուք կապում եք ձեր սև գոտին։ Իսկ դուք պատրաստ եք անցնելու այս ճանապարհը։ Գրեք մեկնաբանություններում, թե որ գոտու վրա եք գտնվում այս պահին։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։ Ուժ եւ տոկունություն բոլորիդ։